Բարև երկիրը շարունակում է իր ընթացքը, սիրելի հեռուստադիտողներ, եթե երեք երաժշտական տրամադրության մեջ էինք, հետաքրքիր է այսօր արդեն թատերական, խոսում ենք ներկայացումներից, նոր ներկայացումներից, ասելիքներից եւ այս մեր հյուրերն էլ, որ արդեն գեղեցիկ կերպով տեղավորվել են մեր գեղեցիկ բազմոցին, բացառություն չեն, բեմադրող ռեժիսոր Գայանե Անդրասյան, դերասանուհի Միլենա Ավանեսյան, ինչ ներկայացման մասին ենք զրուցելու։ Զրուցելու ենք Զուլալի ստեղծագործության հիման վրա բեմադրված նոր ներկայացման մասին, բարի լույս աղջիկներ, ավելի մանրամասն կարծում եմ դուք արդեն ընթացիկ կպատմեք ինչու Զուլալի, ռեժիսորը կասի եւ ինչպես առաջին բեմելը եղել է, ինչպիսի արձագանք եղավ հանդիսատեսի կողմից։ Ինչու Զուլալին, Արինե Աբգարյանի, քանի որ ուղղակի ես ուզում էի հայկական ժամանակակից ստեղծագործություն եւ ընտրվեց Զուլալին, նախ շնորհակալ եմ Արինե Աբգարյանին, որ ամբողջ ստեղծագործական ընթացքը ինձ լիովին ազատություն ա տվել պատմվածքից նովելից այս տարբերակում դարձնելու պիեսի, որը շատ հեղինակներ շատ խիստ են լինում իրենց գործերի հանդեպ, իսկ Նարինեն հակառակը, նույնիսկ ասած ամբողջովին քո պատասխանատվության ներքո է։ Իսկ ընդհանուր ներկայացումը հանդիսատեսի կողմից շատ լավ ընդունվեց։ Երևի ամեն դեպքում, քանի որ մեր պատմությունն է, մեզ ծանոթ կերպարներ են, որոնք մենք ճանաչում ենք անձամբ, մեր գյուղի պատմությունն է, երևի նաև դա շատ կապ ուներ, որ հանդիսատեսին շատ մոտ պատմություններ դրա շնորհիվ եւս ավելի լավ ընդունվեց։ Որքան էլ հանդիսատեսին մոտ էր, բայց պատմությունը արդեն ֆիլմի տեսքով դիտվել էր, գիրքը կարդացվել էր, ինչպես ասում են, ձեզ համար մարտահրավեր չէր վերցնել այն գործը, որը երկու տեսակով արդեն ծանոթ է հանդիսատեսին կարդացող։ Ինձ համար ոչ, որովհետև նովելը կարդացել էի, Հայկ Գորդյանի ֆիլմը դիտել եմ Զուլալին, բայց քանի որ մեզ մոտ շատ բաներ փոփոխված էր, հենց բեմականացման պատճառով եւ քանի որ ես գիտակցում եի, որ թատերային լեզուն տարբերվում է գրական եւ ֆիլմի լեզվից, այդ առումով մտավախություն չի եղել, որովհետև եւ ֆիլմում եւ գրքում այնտեղ հերոս 3 կերպար են իրենց շողությունները ներկայացնում, իսկ մեզ մոտ երրորդ աչք, որը ուղղակի գյուղացի կոշկակարն է, իր միջոցով են պատմությանը հետևում եւ միևնույնն է թատրոնի լեզուն շատ տարբեր է, դրա համար չէ բացարձակ։ Միլենան է գլխավոր հերոսը։ Այո, Միլենան Զուլալին է, մենք ունենք նաև փոքր Զուլալի, Ռայա Հովհաննիսյանը, Կոշկակարը Իշխանը Ղարիբյան ինքն է դերակատարը, Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը Մայրանուշ է խաղում, Բազգեն Մկրտչյանը Նազարոս, Արման Սիմիկյանը Ջրաղացմանի տղա եւ Սերգեյ Ոսկանյանը հայր, իսկ բեմանկարիչը Սուսաննա Հաղբերդյանը։ Բոլորին ողջույնի։ Այո, Միլենայի հետ, այո։ Քանի որ ամբողջ ներկայացումը իրենց երաժշտության ներքո է ուղեկցում։ Միլենայի հետ շարունակենք, հասկանանք բարդ կերպար է, իհարկե շատ հոգեհուզական կերպար է, ինչպես ինչ դժվարությունների միջով անցակ, որքան էլ հային բնորոշ կերպար է, այնուամենայնիվ ինքը հոգեբանորեն դժվար կերպար է։ Իրականում ամենամեծ դժվարությունը այն էր, որ Զուլալին չի խոսում, ու չխոսալով արտահայտել էմոցիաներ, այդ շատ բարդ էր իմ համար։ Ինձ ավելավաս հենց շատ տեքստ լիներ ես սովորեի, քան որտեղ իսկապես բարդ էր։ Մենք չիտկաների փուլում որ հանդիպեցինք, բոլոր տեքստ ունեին, ես ունեի աու եւ ուա արտահայտությունները գրած, ու ես չգիտեի դա ոնց պիտի խաղամ, որովհետեւ պիտի հասկանայի Զուլալի հոգեբանությունը, պիտի դա ծիծաղելի չլիներ, որովհետեւ ամեն դեպքում ինչ որ տառեր է ու դու պիտի դա հասկանալով ասես, զգալով ասես, բայց ինձ թվում է Զուլալի կերպարը ի տարբերություն մյուս կերպարների, ովքեր որ խոսալ ունակություն ունեն, Զուլալի կերպարը, քանի որ չի խոսում, ամեն ինչ շատ ավելի ուրիշ ձև ազգում, ու այդ դերասանի համար շատ հետաքրքիր է, երևի ամենամեծ բարդությունը այդ չխոսալն է եղել։ Գայանե, ինչպես որոշեցիք, որ պետք է Միլենան մարմնավորի։ Նախ ես 1 տարի այս գործի վրա աշխատել եմ ու հետաքրքիր է, որ երբ ես նայում էի ֆիլմի մասին, ֆիլմն էլ բավական երկար ու դժվար է այդ վերջնական փուլը սկսվել, նույնիսկ հիմա ֆիլմից եմ խոսում, բայց նույնիսկ որ ֆիլմը նայում էի, որ նկարը հանել են, հետո ստոպ ա եղել պրոցեսը, նորից են սկսել, նույնը իմ մոտ էր, որ ներկայացումը, երբ որ շատ երկար տևեց այդ մինչև սկսելու փուլը, եւ իրականում Ինձ Զուլալի տարբերակներ ունեի իմ մտքում կերպարի, բայց նույնիսկ չէի մտածել, որ փոքր տարիքայինը պետքա լինի, մտածում ինձ միանգամից մեծ Զուլալին կլինի, եւ պատահաբար որոշեցի, որ պետքա Միլենա խաղա եւ բացարձակ չեմ փոշմոն է, շատ գոհ եմ իմ որոշումից եւ իմ ինտուիցիայից, զգացողությունից, որ ճիշտ է մտրել իրը։
Միլենակ, ասեք, այդ ամենագին խոսքեր չկան, բայց Զուլալին այն կերպարներից է, որտեղ կան դիմախաղ, էմոցիա, երբ որ կադրի հետ է մարդ աշխատում, դիմախաղը ցույց տալը հեշտ է, բայց երբ որ բեմի վրա արդյոք կարողանում եք այդքան հանդիսապել, արդյոք հեշտ է ավելի ճիշտ, ոչ թե կարողանում եք այդքան հանդիսատեսի հետ դիմախաղով խոսել։ Իրականում երեքով վատ բան եմ ասում, բայց ինձ համար որպես դերասանուհի շատ ավելի կոմֆորտ է թատրոնի բեմում, քան կամերայի առաջ։ Չգիտեմ ինչի է տենց, բայց թատրոնում ես իսկապես խնդիր չունեմ։ Ես հանդիսատեսին ու մի հատ շատ կարևոր բան ասեմ, Պարոնյանի մենք փոքր բեմում ենք խաղում։ Ու այնտեղ հանդիսատեսը շատ մոտիկ է, բայց ես վախենում էի, մտածում էի այդքան մոտիկության վրա ինձ թվում է շատ դժվար կլինի, բայց այդ օրը ես ներկայացումից հետո Գայանեին եմ ասել, որ մենք հանդիսատեսի միայն էներգիան է զգում ու մենք իսկապես ոնց որ մարդ չլիներ այնտեղ ու իմ համար անկեղծ շատ ավելի հեշտ է թատրոնում, ես խնդիր իմ մոտ կամերայի առաջ ավելի դժվար է բնական լինել եւ էմոցիա խաղալ, քան թատրոնում։ Ընդհանրապես։ Հա, Անկիցեք։ Հետաքրքիր է, որ բոլոր դեպքերում Զուլալին թե նկարագրություններով նրբակազմ, նրբիկ աղջիկ է եւ թե ֆիլմում է ընտրված Հերմինեն նույն նրբադեմ դիմագծերով նույն ձեր դեպքում եւս շատ ճիշտ ընտրություն է երևի կարծում եմ իսկապես զգացողությունը ձեզ չի դավաճանել այդ պահին կայնեք ասեք Զուլալի գործի վրա աշխատելիս հատկապես որ կողմերն եք շեշտել որոշակի բեմական փոփոխություններ ինչպես ասեցի կարել եք ինչն եք վերցրել ինչն եք բացառել որ բեմում կարող է լինել իմ համար շատ կարեւոր է այնտեղ որ երևար դրսի աչք ինչպես է պատմությունը տեսնում եւ հենց այդ կոնցեպտով էլ ներկայացում բեմադրված է որ կոշկակարն է պատմում իր հիշողությունները եւ ինքը գտնվում է բեմից բավական բարձր դիրքում երկրորդ հարկում այնտեղից է պատմում եւ ինչ որ պատմության պատառիկներ ներկայացնելու որը հաճախ մենք ենք որևէ պատմություն դրսից նայում ենք որ դե հաստատ այսպես է եղել բայց հետո ներսի պատմությունը լրիվ այլ է այսինքն ներսի աչքը ուրիշ բանի մասին է որը մենք երբեք չենք խորանում ու ինձ համար շատ կարեւոր շեշտ դա էր մյուս կարեւոր շեշտը որ թվում է Զուլալին չի խոսում ներկայացման ընթացքում բայց իրականում ոչ մի կերպար չի խոսում իրենք խոսում են ոնց որ Չեխովյան հերոսները միմյանց հետ բայց ոչ մեկ մյուսի հետ չի իրապես հաղորդակցվում եւ փոխհարաբերություններ ունենում ու ինձ թվում է իրենց ամբողջ ողբերգական այդ ընթացքը այդ ընտանիքի հենց դրանից էլ գալիս է որ հաղորդակցում ու այդ սիրտը բացելու գոյություն չունի դա էր մյուս կարևոր կետը հետո մեզ մոտ չկա այն ինչը ֆիլմում կար եւ գրքում որ շատ էր գյուղացիները այդ մասսայական տեսարանները մեզ մոտ չկա շուկայի տեսարանները որտեղ հա չէ շուկայի տեսարաններ չկա մեզ մոտ ուղակի պետքա գնան շուկա վաճառելու այդ բլիթները ու չի լինում որտեղ երեխան վնասում է իրուսը բայց օրինակ ջրաղասպանի տղայի պատմությունը կա որը ի սկզբանե այդ բռնության տեսանը երբ որ 1 տարի առաջ աշխատում ես մտածել էի դա պետք չի ընդհանրապես չգիտեմ 1 տարվա ընթացքում իմ հետ ինչ եղավ բայց հասկացա որ իրականում ամենադաժան հատվածներից մեկը հենց այդ է ոնց կարելի է արդեն իսկ փխրուն կյանքի կողմից խոցված մարդուն մի հատ էլ հասարակությունից որևէ մեկը եւս մեկ անգամ նեղացնի ու կոտրի ու բռնանա Երևի այդ է ամբողջ այդ պատմության իսկ լուծումները դժվար չէր թատրոնում ֆիլմում դե նկարահանումը հեշտ է այդ տեսանը ստանալը չէ այդ տեսանը դժվար չի եղել որովհետև հենց ամենասկզբից ես որոշել էի որ չի լինելու ճակերտավոր ասած վուլգար չի լինելու որ մեր կանան չի լինելու որ ինչ որ հագուստ պատրեն նման տեսարաններ չպետք է լինի ու ես մտածում եմ ընդհանուր ներկայացումից շատ կա որ սիմվոլիկ են լուծումներ ինքնասպանությունն էլ մենք չունենք որ տեսնենք մեկը կախվեց հայրի ինչ որ տեղից իրական կամ թատրոնի խապկանքով դա ստեղծենք այլ շատ ամբողջ ներկայացումը կառուցված է որ սա թատրոն է եւ իրենք խաղում են ոնց որ թատրոնի մեջ այդ խնդիրը պահված է ու դրա համար այդ տեսանը շատ հեշտ լուծվել է Միլենա հանդիսատեսը ապրոմակցում էր, հուզվում էր, հատկապես որ ինքը ավելի կամերային տրամադրության մեջ է, հա, քիչ է հանդիսատեսը, ինչ էներգիա եկավ։ Սկզբում ձեր խոսքի ասացիք, որ հանկարծ ծիծաղելի չլինի, այդ շատ նուրբ է շեմել, ինչպես անցավ։ Գիտեք, ես նաև հանդիսատեսից եմ լսել այդ կարծիքը, որ ասում էին, ինքան կարևոր էր, որ դա ծիծաղելի չէր, որ դու չես կարողանում խոսել ու օպերատոր կար, մեզ ինձ հարցազրույցային եկել վերցնելու, այդ օպերատորը ուղղակի մոտեցավ ինձ ասեց, ինձ թվում էր դուք իսկապես չեք խոսում իրական կյանքում ու շատ հուզեցիք ինձ ու իսկապես այնքան հնարավոր շատ բաներ չեն էլ ասել հանդիսատես ներկայացումից հետո, բայց միայն այդ մոտենալը ու հուզված գրկելը, որովհետև ներկայացման ընթացքում դե չենք տեսնում ով ինչ էմոցիա է ապրում, բայց վերջում իսկապես լիքը մարդ է մոտեցել, գրկելը շատ երկար ու այդ մենակ այն որ դու հասկանում ես որ մարդիկ ապրոմակցել են
քո կերպարին, բոլորին, ովքեր որ եղել են բեմի վրա, այդ շատ կարևոր է, որովհետեւ եթե գետ մի հանդիսատես հուզում ես, այդ, չգիտեմ, դերասանի համար շատ կարևոր բան է։ Շատ լավ, Գայանա, երբ կտեսնի հանդիսատեսը նորից այս ներկայացումը։ Հուլիսի 3-ին Այսինքն խաղացանկային այո, խաղացանկային ներկայացումը Պարոնյան թատրոնի։ Հուլիսի 3-ին Ժամը 8-ին Երևան Ղազանչյան թատերասրահում, Պարոնյան թատրոն, Այսպես դահլիճում։ փոքր դա։ Նաև երաժշտական ուղեկցության մասին խոսենք եւ Այո, երաժշտականը հող խումբն է, հայկական Ինչու հենց ժամանակակից։ նրանց ընտրեցիք։ Ես էլի շատ սկզբից որոշել եմ, որ իրանք մի երգ ունեն դաղցը, որ ես անդադ լսում էի, լացում էի, այտենց ոգևորվում էի, ասում էի, ես երգը պիտի օգտագործեմ։ Այ հիմա որ ասեցիք, ես էլ զգացի կապը պատմության եւ այդ Ես որ իրենց գրեցի, նախ էլի իրանք է շատ կարևոր է, որ երկրորդ ստեղծագործող ում հետ պետք է համագործակցես, կապ չունի, որ իրենք հատուկ չեն գրել այս ներկայացման համար, բայց իրենք ամբողջովին ազատություն տան, որտեղ տեղեր կար, որ ես ասում եի կողո, հետո այս տղաները ասեն, այս մեր երկին չի, այս տեսանը օգտագործել вообще դրա մասին չի, բայց ընդհանրապես էլի նման խնդիրներ չունեցանք ու իմ մոտ անդադ են զգացողություններ, որ կապ չունի, որ երկերի մեծ մասը գրվել էր 7 տարի առաջ, ոնց որ հենց այս ներկայացման համար լիներ։ Շատ լավ, ավելացնելու ինչ-որ բան ունեք, եթե Շնորհակալություն թատրոնին, որտեղ այս 3 ամիս մենք այնտեղ աշխատել ենք հրավիրված ես, Վազգենը Մկրտչյան, Միլենան եւ Ռայան ու իրականում շատ տնօրինության շնորհիվ շատ սահուն անցել է ամբողջ ընթացքը, որը շատ կարեւոր է ցանկացած ստեղծագործողի համար, այո, հատկապես։ Եվ լավ ներկայացում ստանալու համար։ Դե ինչուսով եմ կմիանան, կդիտեն եւ կնայեն ներկայացումը եւ կարծիքներ կգրենք, կիսվեն էմոցիաներով, ձեզ եւս մեկ անգամ շնորհակալություն։ Ձեր օրը մեզ հետ սկսելու համար, սիրելի հեռուստադիտող, ինչպես արդեն ասեցինք, խոսում էինք Նարինե Աբգարյանի Զուլալի ստեղծագործության հիման վրա բեմադրված համանուն հոգեբանական դրամայի մասին, որը լինելու է մոտակա օրերին, իսկ մեր հյուրերն էին ռեժիսոր Գայանե Անդրասյանը եւ դերասանի Միլենա Ավանեսյանը։ Մենք կհանդիպենք քիչ անց։